Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, կրկին ավտո լայվի ռեժիմով որոշեցի այսօր կարճ խոսել մի հարցի շուրջ, որի մասին իսկապես ուզում էի խոսել։ Այս մեր եկեղեցու հետ կապված թեմաներով իմ այս մենախոսությունները ավտո լայվի ռեժիմով կարծեք թե որոշակի լսարան են հավաքել եւ նույնիսկ այսօր մի անծանոթ մարդ մոտեցավ ու խնդրեց անպայման այս թեմաներով խոսել, Արմեն էր անունը, եւ ես էլ խոստացա, որ անպայման կխոսեմ եւ կարճ անցած շաբաթվա մի քիչ այսպես երկրորդված, որովհետեւ բազմաթիվ կարևորագույն իրադարձություններ են տեղի ունեցել, բայց իմ պատկերացմամբ հեռանկարային առումով շատ կարևոր իրադարձության մասին։ Մասնավորապես մեր մայր եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի որոշումը ըստ էության սկսելու Կոմիտաս վարդապետի սրբադասման գործընթաց։ Դրա համար հատուկ հանձնախումբ է ձևավորվել եւ կարծում եմ հանձնախումբը պետք է իր աշխատանքները կատարի։ Չգիտեմ երբ, ինչ որ ժամկետում իր եզրակացությունները ներկայացնի, որից հետո արդեն վեհապար հայրապետը կամ անհատապես կամ որևէ այլ ձևաչափով կայացնի համապատասխան որոշում։ Ինչու է սա շատ կարևոր, որովհետև մի կարճ պատմություն պատմեմ, իդեպ նաև հրապարակային կարծեմ խոսել եմ մեկ այլ առիթով սրա մասին։ Շատ կարճ այս ամառը երբ Եգիպտոսում էի եւ մեր քույր եկեղեցիներից մեր Ղպտի եկեղեցին այցելեցի, տեսա որ հին մարդկանց պատկերող, այսինքն 3-րդ, 4-րդ, 5-րդ դարի սրբերին պատկերող սրբապատկերների կողքին նաեւ ժամանակակից մարդիկ պատկերող սրբապատկերներ կան եւ բարձվեց որ բոլորովին վերջերս անընդհատ նոր սրբադասումներ են անում։ Մարդիկ ովքեր որ արժանանում են այդ պատվին, այսինքն կամ նահատակության շնորհիվ, կամ որևէ այլ, ասենք օրինակ վարդապետական առումով, նրանք շարունակում են սրբադասել։ Մեր մոտ այս ավանդույթը ոնց որ թե երկար ժամանակ է խաթարված էր։ Վերջինը 17-րդ դարում Մովսես հայրապետն է, ամենայն հայոց կաթողիկոսն է սրբադասվել, դա է պատմական տեղեկությունը, նրա անունը ընթերցվում է պատարագի ընթացքում, բայց ինչը հետաքրքիր է, ի տարբերություն մյուս սրբերի, որտեղ նախավերջինը օրինակ Գրիգոր Տաթևացին է, տոնական օր նրան նվիրված չէ, սա էլ է ինչ-որ հետաքրքիր փաստ։ Հիմա կարծում եմ այս մեծ ընդմիջումից հետո ժամանակն է, որ շատ լավ է, որ այս որոշումը կայացվել է, այս հանձնախումբը ստեղծվել է։ Միանգամից ասեմ, որ շատ կուզեի, որ մեր եկեղեցին նաև մտածեր օրինակ 1920-30-ական թվականների բոլշևիկյան ռեպրեսիաների զոհ դարձած մեր նահատակված մեր հոգևորականների սրբադասման մասին խորեն վեհապարի գլխավորությամբ, բայց ոչ միայն խորեն վեհապարը, այնտեղ եպիսկոպոսներ են ունեցել, օրինակ Բագրատ Սրբազան անունով, կարծեմ Արտակ Սրբազան, եթե չեմ սխալվում, Շիրակի թեմի առաջնորդն է եղել այդ թվում նաև այն ժամանակվա դեռ։ Կարճ ասած, այս գործընթացը շատ լավ կլինի, որ շարունակություն ունենա, մեր եկեղեցին մի հատ նորից վերականգնի այս կարգերը, կիրառության մեջ դնի դրանք եւ հետո ճիշտ կլինի, որ մենք մտածենք նաեւ նման դեպքերի մասին, որտեղ նորից ասեմ, կարծում եմ դասական քրիստոնեական նահատակություն։ Պարզ չէր, որ եթե խորեն վեհապարը օրինակ համագործակցեր բոլշևիկյան կառույցների հետ, հրաժարվեր իր կրոնից եւ այլն, որովե մեկը նրան կյանքից չէր զրկի։ Այսինքն այստեղ առ երևույթ մենք ունենք նահատակության դեպք։ Եվ
այս տեսանկյունից շատ կարևոր է։ Ինչի է սրբադասումը կարևոր։ Սրբադասումը կարևոր է առաջին մեր համար, ոչ թե տվյալ անձանց համար, որովհետև վարդապետությունը, եթե չեմ սխալվում, ես իմ ոչ այսպես մասնագետի տեսանկյունից եմ ասում եւ մեկ նույնիսկ կարող է ինչ-որ անճշտություններ թույլ տամ եւ անպայման դրանք կուղեմ, ներողություն եմ նախապես խնդրում, ես այս ոլորտի մասնագետ չեմ, ասենց ռուսերեն ասած լյուբիցելսկի մակարդակի են իմ գիտելիքները։ Սրբադասումը սրբադասվողի պատիվը չի, այլ սրբադասողի կամ ժողովրդի համար է, որովհետև վարդապետությունը այն է, որ սրբերը են անկախ մեր ցանկությունից։ Եվ դրա համար էլ, եթե չեմ սխալվում, առանձին նաև պատարագի ժամանակ էլ հիշատակվում է բոլոր սրբերին, որովհետև ոչ բոլորն են, որոնք որ իսկապես արժանի են դրան սրբադասվել։ Ոնց որ թե լատին եկեղեցին ունի բոլոր սրբերի օր նույնիսկ մենք վստահ չեմ ունենք թե չունենք։ Երբ որ արդեն անհատական չի լինում հիշատակություն, այլ բոլոր նրանց, ովքեր որ անունները որ հայտնի չեն։ Այսինքն սա այնպես չի, որ տենց պատիվ է արվում տվյալ անձին, ընդհակառակը դա սրբադասողի կամ ժողովրդի համար է եւ այս պահին կոմիտասի վերաարդիականացումը, եթե այդպես ասենք, շատ կարևոր է, որովհետեւ այնքան վատ օրինակներ մենք ունենք։ Կոմիտասի օրինակը որպես հայրենիքին նվիրվածության, ազգությանը նվիրվածության, եկեղեցուն նվիրվածության մի հրաշալի կյանքի ճանապարհ, շատ լավ կլինի, որ մենք դրա մասին հնարավորինս շատ խոսենք։ Օրինակ, ես միշտ ինձ հետաքրքրել է այդ անունը, ես Կոմիտասի Պողոտայի մոտակայքում եմ ապրում եւ քանի անգամ եմ տեսել, երբ որ երեխաներին հարցնում են, ասում են, իսկ դու գիտեք ով է Կոմիտաս, ասում են, ոնց թե չգիտեմ, Կոմիտասը փողոց է։ Չեն էլ իմանում ես, նոր սերնդի շատերը չեն էլ իմանում։ Էլ չեմ խոսում են ավելի նուրբ հարցերի մասին, օրինակ շատ ավելի քիչ մարդիկ գիտեն, որ Կոմիտասի այդպես շատ յուրահատուկ անունը, որպես վարդապետական անուն, այսինքն հոգևոր անուն եւ ձեռնադրությամբ է նրան տրվել ի պատիվ մեր 26-րդ վեհապար հայրապետ Կոմիտաս առաջինի աղցքեցի կարծեմ 7-րդ դարի սկզբի մեր վեհապարի է տրվել, բայց իրականում հետաքրքիր է այդ Կոմիտաս անունը, որ հեչ հայերեն չի հնչում, չէ՞, շատ է հայկականացել, մեզ թվում է այտենց, բայց հայերեն չի հնչում, չէ՞, ինչ որ արմատը չի, եւ իմ իմանալով, նորից ասեմ, այտենց շատ չհավակնեմ, դա եւ հնչողությամբ շատ նմանել է մաքուր լատիներեն բառ է, որը նշանակում է այն լատիներեն բառերից է, այն շարքից է, որ մարդկային առաքինությունների մասին է ուրեմն խոսում։ Օրինակ, չգիտեմ, լատիներենը մի կողմ թողնենք, ռուսերենում կան, չէ՞, Վերը, Նադեժդա, Լյուբով այդ անունները, դրանք էլ առաքինությունների մասին են։ Հիմա Կոմիտասը նման մի արտահայտություն է, որը նշանակում է իմ իմանալով փափկություն ղեկավարման առումով, այսինքն ղեկավարի այն հատկանիշը, որը այդ փափկությունն է, ոչ թե կոշտությունը, ոչ թե բռիությունը, այլ այն փափուկ ղեկավարի հատկանիշն է Կոմիտաս, ասենց լատիներենով։ Օրինակ, չգիտեմ, Գյումրիում կար, չէ՞, մասնաճյուղ, Կարիտաս, էլի լատիներեն, որոնք շատ մոտ կոնցեպտներ են։ Այսինքն հետաքրքիր ձևով 7-րդ դարում մեր վեհապարի անունը մաքուր լատիներեն անուն է եղել։ Այդ այն ժամանակ այն ռոմեական կայսրություն, Պարսկաստան, այդ վեճերի ժամանակները ու չգիտեմ ինչի տենց հետաքրքիր է, թե տենց մաքուր լատիներեն անուն են դրել, որը քրիստոնեական բովանդակություն ունի, կարծում եմ, կապված այդ հատկանիշի այդ առաքինության հետ։ Հետո այդ անունը դրել են Կոմիտաս վարդապետի վրա եւ հիմա մեր եկեղեցին քննարկում է Կոմիտասի սրբադասման հարցը։ Դա ինչ է նշանակելու։ Դա նշանակելու է առաջերտին տոնացույցում ինչ որ մի օրվա առանձնացում, որ այդ օրը հիշատակվի Կոմիտաս տվյալ սուրբը, այսինքն առաջ չընկնենք, բայց տվյալ սուրբը, այդպես ասենք։ Նրան նվիրված ժամերկության ժամանակ հատուկ, չգիտեմ, աղոթքներ են լինելու, որ այդ օրը, որտեղ ժամերկության ժամանակ են հիշվում այդ օրվա սրբերը, նրանց նվիրված ինչ որ աղոթքներ։ Դա կարող է նաև նշանակել պատարագում հիշատակություն, ինչպես շատ այլ սրբերի հիշատակությունը պատարագում։ Այսինքն սա ծիսական կողմ ունի։
բայց նաև բովանդակային վարդապետական կողմն այն է, որ մենք կարողանում ենք խնդրել սրբերի բարեխոսությունը աղոթքների ժամանակ։ Իդեպ սա բացառապես բնորոշ է առաքելադավան եկեղեցիներին, նորից մեզ, կաթոլիկներին, քարքեդոնական ուղղափառներին, ռուս, վրացի եւ այլն, այս ավանդական եկեղեցիներին, որոնք առաքելական հաջորդություն են ընդունում, իսկ օրինակ բողոքականները չեն ընդունում սրբերին։ Չեն ընդունում, ասում են, տենց կարիք չկա, բարեխոսի կարիք մենք չունենք, ուղիղ կարելի է Աստծուն աղոթք անել։ Հա, մենք չենք ասում, որ ուղիղ չի կարելի, այո, ուղիղ կարելի է աղոթք անել, բայց նաեւ տարբերակներից մեկն է բարեխոսության խնդրելը եւ, չգիտեմ, սա մեր եկեղեցու, ինչպես եւ մյուս առաքելական եկեղեցիների առանձնահատկությունն է։ Իդեպ ես ինչքան լսել եմ, կարող է սխալվում եմ, սա նոր հարց չի էլի, երարումը, որ այս հարցը կարծեմ էլի քննարկման առարկա է դարձել եւ Կոմիտասի եկեղեցին, Կոմիտասի Պողոտայի եկեղեցի, Սուրբ Խաչը, սիրած եկեղեցին շատ եմ այցելում, իմ իմանալով նույնիսկ բավական երկար ժամանակ չէր օծվում, որովհետև այս հարցը դրված էր այն ժամանակ, տենց ոչ պաշտոնապես կամ թեկուզ պաշտոնապես, բայց վերջնական եզրահանգման չէր ասել։ Ամեն դեպքում շատ ավելի ուշ շրջանում անունը Սուրբ Խաչ օծվեց, չգիտեմ, կարող է ճիշտ է, կարող է ճիշտ չի, բայց այս հարցը մեր եկեղեցում արկա է եղել, հիմա շատ ավելի այսպես հստակ բերվեց օրակարգ, պաշտոնապես բերվեց օրակարգ եւ ուրախ եմ, որ նաեւ ոնց որ շատ սպասված էր մեր հավատավոր քույրերի եւ եղբայրների կողմից, ես էլ հրապարակում արեցի, տեսա մի քանի ուրիշ հրապարակումներ են արվել, շատ ջերմությամբ ենք ընդունել, սա կարծում եմ մի քանի նշանակություն կունենա, նաեւ այսպես մեր այսպես ավանդույթի վերականգնման առումով ու նաեւ հուսալու, որ մեր եկեղեցու մյուս այդ մարդիկ, ովքեր որ իսկապես սրբակենցաղ կյանք են վարել, սրբի պես նահատակվել են մեր հավատքի համար, նրանք նույնպես այս գործընթացը կարող է նրանց նկատմամբ սկսել, որովհետև դա պետք է կանոններ լինեն, պետք է կարգ լինի։ Մենակ կաթոլիկ եկեղեցին բավական մանրամասն կանոններ ունի, մեր եկեղեցին ես չգիտեմ, երևի հանելու են միջնադարից այդ կանոնները, չգիտեմ ոնց են անելու, դա արդեն մեր մայր եկեղեցին գիտի ոնց են անելու, բայց օրինակ ես գիտեմ, ստեղ իրավաբանական բաղադրիչ էլ կա, այ իրավաբաններ եթե հիմա լսում են հետաքրքրի, հայտնի ֆիլմ կար, բացի այդ հայտնի ֆիլմից նաև թևավոր խոսք է դարել, չէ, advocat դիավոլը, լսել եք, չէ, սատանայի փաստաբան։ Ես վերջերս եմ բարձել, դա ինչ է նշանակում։ Դա շատ կոնկրետ իրավաբանական հասկացություն է հենց կապված սրբադասման գործընթացի հետ։ Իմ ասեմ կարող է զարմանալ նույնիսկ։ Սրբադասման գործընթացը օրինակ կաթոլիկ եկեղեցում շատ նման է դատավարությանը։ Այսինքն լինում են կողմ, որը որ փաստարկներ է բերում այն ուղղությամբ, որ անձը պետք է սրբադասվի, լինում է դատական ատյան, որը պետք է որոշում կայացնի, բայց նաև լինում է հակառակ կողմ, այսպես ասենք, ինչ ասենք, դա լավ չասենք, ոչ պաշտպանական, ոչ դատախազական ասենք, ասենք հակառակ կողմ, այսինքն առաջին կողմ, որը փաստարկում է, որ պետք է անձը սրբադասվի, ատյան, որը որոշում է կայացնում, եւ հակառակ կողմ, որը փորձում է հիմնավորել, որ չէ, չպետք է սրբադասվի։ Սա էլ մրցակցություն է ապահովելու համար, որ վստահ լինի, որ որոշումը ճիշտ է կայացվում։ Եվ այդ կողմը երկար դարեր կոչվել է, նույնիսկ եթե չեմ սխալվում, պաշտոնապես, հիմա այդ կարգը կարծեմ փոխել են, բայց երկար դարեր առնվազն մինչև 19-րդ դարի վերջը կոչվել է սատանայի փաստաբան։ Այսինքն փաստաբան, որը փորձում է վատ, ոչ թե վատ, այլ հակափաստարկներ բերել այն ուղղությամբ, որ սրբերը չսրբադասվեն, կամ այն անձինքում սրբադասման հարցն է բարձրացվել, չսրբադասվեն։ Եվ դա կոչվել է այդ սատանայի փաստաբան։ Հետաքրքիր պաշտոնական բառ է դա փաստորեն, այլ ոչ թե այն ինչ որ շատերը թևավոր խոսքով ասում են։ Ամեն դեպքում այս գործընթացի մասին է ուզում ես Կիրակի օրով խոսել, ասել, որ անցյալ շաբաթվա շատ հագեցած օրակարգում այս գործոնն էլ կար, եւ սա շատ լավ գործոն է, սա նաեւ եկեղեցու էլ ավելի
վերականգնման մասին է խոսում, որովհետև այն 100-ամյակները, հատկապես վերջի տասնամյակները մեր եկեղեցին բնականաբար պրոբլեմային շրջաններ է ապրել, բոլորս էլ հասկանում ենք, թե ինչի։ Հիմա էլ դրան ավելացել է մի չլսված բան, երբ որ հայկական պետությունն է եկեղեցու նկատմամբ հալածանքներ ձեռնարկում։ Թերևս այսքանը վերջում նշեմ, որ քիչ առաջ տեսա նաև, որ Մկրտիչ Սրբազաններ Արագածոտնի թեմի առաջնորդը գերված, բանտարկված խոսք հղել բանտից եւ երևի թե պատշաճ կլինի, որ այս կարճ լայվը ավարտեմ բոլոր քաղաքապետարյանների ազատ արձակման հույսով կամ կոչով կամ չգիտեմ ոնց ասեմ, հույս հայտնելով եւ առաջերտին մեր բարձրաստիճան հոգեվորականների, որոնց բանտարկված լինելը մեզնից յուրաքանչյուրի ամոթն է, որ մենք ազատ պատտվում ենք եւ մեր 3 բարձրաստիճան հոգեվորականները, երկու արքեպիսկոպոս, մի եպիսկոպոս անազատության մեջ են։ Սա մեր անպատվությունն է եւ այս օրով հատկապես դա շատ սուր է զգացվում, որովհետեւ այս օրը մեր ազգային անպատվության ու խայտառակության օրն է, մենք դա չպետք է մոռանանք։ Մինչեւ դա չգիտակցենք, մենք սա չենք կարող հաղթահարենք եւ արդեն 5 տարի է մենք նոյեմբերի 9-ից դուրս չենք գալի։ 5 տարի է մենք նոյեմբերի 9-ում ենք ապրում, նոյեմբերի 10 մեր երկրի վրա չի բացվում։ Որովհետեւ այն մարդիկ, որոնք որ ուղիղ պատասխանատու եւ մեղավոր են դրա համար, շարունակում են վայելել իրենց իշխանությունը եւ ինչ այլանդակություն ասես չանել մեր գլխին։ Այսքանը, շնորհակալություն, ցտեսություն։